Ես միշտ ատել եմ գույքագրում կատարելը։ Դե հիմա էլ։ Նախ դա միշտ լինում էր աշխատանքային ծանր օրվանից հետո, իսկ մեր ցանցում մենք ամսական 2 անգամ գույքագրում ենք անում։ Դե կարելի է ասել գրեթե ամեն օր։ Դա շատ երկար եւ դժվար էր։ Միևնույն է, հոգնած բարմենը միշտ շատ սխալներ է թույլ տալիս։ Եվ սա ոչ միայն բարմենի, այլև հաստատության խնդիրն է։ Առնվազն բարմենը պետք է ևս մեկ գույքագրում կատարի, եւ դա ամենահաճելի բանը չէ, որ նա կարող է անել բարում։ Չափիչ բաժակների մեթոդով գույքագրում կատարելը ինձ մի փոքր հնացած է թվում, եւ ամեն դեպքում այդտեղ ալկոհոլի կորուստներ կան։ Հատկապես երբ աշխատում ես թանկարժեք ալկոհոլի հետ, նույնիսկ 5-10 մլ շատ կարևոր է ճշգրիտ հաշվել։ Ինչու է բար քնթրոլը լավ գործիք։ Այն ոչ միայն հարմար է, այլև պրոֆեսիոնալ է։ Ստիպված չես դրանով անել գույքագրումն աշխատանքային ծանր օրվանից հետո։ Կարելի է վաղ առավոտյան գնալ եւ գույքագրում կատարել, թույլ չտալով սխալներ, քանի որ այն հստակ գործիք է։ Սկանավորում ես շիշը, դնում կշարքի վրա եւ վերջ։ Արդեն ունես քո հեռախոսում եւ բարի մենեջերի ու գույքագրման պատասխանատուի հեռախոսներում բոլոր տվյալները։ Մեկ բարմենը կարող է հաշվել բարում եւ պահեստում եղած ողջ ալկոհոլը 1.5 ժամում։ Կա հնարավորություն, որ եթե ունես 2-3 բարմեն, դրանք կարողանան միաժամանակ կատարել գույքագրումը։ Ես կարող եմ հետևել գույքագրմանը, երբ բարում չեմ։ Կարող եմ հետևել, երբ մեկ այլ քաղաքում եմ։ Եվ ոչ միայն ես, բոլորն, ովքեր ունեն բար քնթրոլին մուտք գործելու հնարավորություն, կարող են հետևել։ Եվ դա շատ հարմար է, քանի որ մենք միշտ ունենք թարմացված տվյալներ։ Մի եղեք հնաոճ, միշտ պետք է լինել թեմայի մեջ, միշտ արդիական։ Բար քնթրոլը ոչ միայն հարմար է, այլև պրոֆեսիոնալ, արագ եւ հստակ։